Միակ հայ քաղաքական կուսակցությունը, որ ցեղասպանությունից տարիներ առաջ կանխատեսում էր վերահաս աղետը, հնչակյաններն էին, եւ այդ աղետը կանխելու համար 1913 թվականին Ռումինիայի Կոստանցա քաղաքում տեղի ունեցավ կուսակցության արտակարգ համագումարը։ Որոշումը հստակ էր. երիտթուրք պարագլուխները պետք է ոչնչացվեն, որի առաքելությունը ստանձնեց Փարամազը։ Ցավոք, ինչպես շատ է լինում այդ դեպքերում, նա ու իր ընկերները մատնվեցին հենց հայի կողմից եւ շատ չանցած ձերբակալվեցին։ 1915 թվականի հունիսի 15-ին Պոլսի Սուլթան Բայազիդ հրապարակում 20 հնչակյան ղեկավարներին կախաղան բարձրացրին։ Ականատեսները պատմում են, որ իրենց կյանքը հայ ժողովրդի ազատության զոհասեղանին դրած հնչակյան ղեկավարները կախաղանին մոտենում էին ինքնակամ, գիտակցված։ Փարամազը մահից մի քանի վայրկյան առաջ հանկարծ գործկաց. «Դուք մեզ 20-ներս կախում եք, բայց մեր հետևից 20,000-ները պիտի գան։ Այնտեղ արևելքի հորիզոնում ես տեսնում եմ ազատ ու անկախ Հայաստանը»։ Հիմա, տարիներ անց, մենք մեզ հարց ենք տալիս. ինչ կլիներ, եթե 20-ները հաջողեին։ Միթե դրանով չէր կանխվի մեր միլիոնավոր հայրենակիցներին տեղահանելու ու բնաջնջելու հրեշավոր ծրագիրը։